Սիրելի ընկերներ, մենք վերադարձանք տաղավար, հիշեցնեմ, որ այսօր աշխատում ենք արտակարգ ռեժիմով, ողջ օրվա կտրվածքով մենք եղել ենք եւ շարունակում ենք լինել ուղիղ եթերում մինչ ուշ գիշեր, եւ այս պահին ես հյուրընկալել եմ ռազմական փորձագետ վերլուծաբան Հայկ Նահապետյանին, վստահաբար շատերը գիտեք, որ ես եւ պարոն Նահապետյանը Անտիֆեքի եթերում վարում ենք Խաշմերուկ ոդկասթը եւ այսօր մեր Խաշմերուկ ոդկասթը ըստ էության ունենալու է այս ձևաչափը։ Ողջույն պարոն Նահապետյան։ Բարև ձեզ, բարև մեզ բոլոր լսողներին եւ նաեւ չլսողներին, որտեղ իրենց մի մասը կարող է միանան հետո։ Այո։ Եվ այսօր մենք ըստ էության քննարկելու ենք այն, ինչ որ տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունում կապված խորհրդարանական ընտրությունների հետ։ Մենք ունենք պարոն Նահապետյան վերջին տվյալները, հա։ Եվ ելնելով այդ տվյալներից եկեք փորձենք հասկանալ ինչպես են զարգանում իրադարձությունները։ Ուրեմն ընտրությունը տևում է 12 ժամ։ Շատ լավ։ Առավոտյան 8-ից երեկոյան 8-ը։ 9 ժամվա տվյալներով, այսինքն առավոտյան 8-ից մինչև ժամը 5 մասնակցության տոկոսները կան։ Ուրեմն 1,224,957 Հայաստանի Հանրապետության քաղաքացի կատարել է իրավունքով իրեն վերապահված ընտրություն համապետական ընտրություններում, որը կազմում է ընտրության իրավունք ունեցողների 48.92%։ Սա բավականին բարձր տոկոս է, ինչ առումով վերջին հաշվով ամեն ինչ գնահատվում է համեմատության մեջ։ Հիմա համեմատենք 2021 թվականի հետ, ուրեմն 2021 թվականին մասնակցել են 989,973, որը կազմում էր 38.18%։ Այստեղ ակնհայտ է 10% արդեն տարբերությունը կա։ Հիմա 2018 թվականին, ես կարծում եմ 2018 թվականին առերուտի ամենաշատը մասնակցած լինեին, Հաշվի առնելով էյֆորիան։ Այո, այսինքն այդտեղ բազմաթիվ նպաստավոր պայմաններ կար։ Ուրեմն մասնակցությունը 2018-ին 9 ժամվա ընթացքում 1,25,003 անձ, որը կազմում է ընտրության իրավունքի 39.53%-ը։ Այս տարվա այս ընտրության հետ համեմատ 9% պակաս։ Ամենաբարձր տոկոսը իդեպ եղել է 2017 թվականին։ Մասնակցել են 1,317,934 քաղաքացի, որը ընտրության իրավունք ունեցողների կազմում է մինչև ժամը։ Այո, մինչև ժամը 5-ը, ինչ որ ասում եմ, ժամը 5-ի դրությամբ է։ Հիմա ժամը 6-անց է, բայց տվյալները մեր ձեռքի տակ ժամը 5-ին են։ Ուրեմն կազմում է ընտրության իրավունքի մասնակցության 50.92%-ը, որը փաստացի 2%-ով ավել է, ինչ այս պահին կա։ Այսինքն միայն 2017 թվականի ընտրությունները, որը աննախադեպ բարձր եղավ, ուրեմն 2% այս ընտրությունների համեմատ։ Արձանագրում ենք 10% 2021-ի համեմատությամբ, 9% 2018-ի հետ համեմատած ընտրության մասնակցության թիվը բարձր է։ Սա բավականին բարձր թիվ է, այսինքն ոչ միայն նահանջ չկա, այլև կա քաղաքացիների ակտիվություն։ Եվ ես կարծում եմ, որ այդ ակտիվությունը առաջին հերթին եւ հիմնականում կապված է այն մարտահրավերների հետ, առաջին հերթին կապված, որը որ նետված է Հայաստանի Հանրապետությանը, մեր երկրի քաղաքացիներին, դա անվտանգային մարտահրավերներն են, Ադրբեջանի հավակնությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ, տնտեսական այն քաղաքականությունը, որը հետևանք է քաղաքական գործընթացների արտաքին քաղաքական կողմնորոշման փոփոխության, որը բերում է փաստացի մեր երկրի տնտեսության համար լրջագույն մարտահրավերներ, իսկ որոնց մի մասը արդեն սպառնալիք է։ Այն, որ մեր գյուղմթերքը փաստացի չի մթերվում եւ այլն փակ է շուկան, դա ես կարծում եմ իշխանությունների ոչ ճիշտ քաղաքականության հետևանք է, եւ ըստ այդմ հիմա մենք արձանագրում ենք, որ այսօր մարդիկ քվեարկում են հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն կայունության, հանուն զարգացման եւ անվտանգության, եւ այդ ակտիվ մասնակցությունը ցանկացած քաղաքացու սահմանական
իրավունքի իրացումն է, որով յուրաքանչյուրը պատասխանատվություն է զգում իր երկրի ճակատագրի հանդեպ։ Անշուշտ լիովին համամիտ եմ եւ ըստ էության կարող ենք փաստել, որ ընդդիմությունը գոնե այս առումով ընդդիմությունը եւ իրական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ովքեր որ լծված էին այն կարևորագույն թեզի կայացմանը, որ մարդիկ պետք է գնան ընտրության եւ իրենց քվեին տեր կանգնեն, կարողացան զգալի չափով լուծել այդ ռազմավարական խնդիրը։ Եվ պետք է նաև խոսենք ընտրությունների որակի մասին, որովհետև ակնհայտ է, որ սրանք բացարձակապես չեն համապատասխանում ժողովրդավարական ստանդարտների ընտրություններին։ Մենք վաղ առավոտից տեսնում ենք հսկայական ընտրախախտումներ թե տեղամասում եւ թե տեղամասից դուրս, նաև տեսնում ենք ուժայինների գործողություններ ընդդիմության աջակիցների եւ ներկայացուցիչների նկատմամբ եւ նաեւ քարոզչության իրականացում այսօր փաստացի այդ կտրտած Հայաստանի քարտեզ կոչվածը որպես կրծքանշան եւ վերնաշապիկներ, որի վրա համապատասխան ուրեմն քաղաքական ուժի քարոզչության լոգոներն են, նկարներն են, նրանով գնացել են ընտրատեղամասեր եւ որից արգելք, որից մեկը չի հանդիսացել թույլ տալ առաջին հաշվով քարոզությունը։ Տեսեք, մենք այս ողջ օրվա կտրվածքով ներկայացրեցինք բազմաթիվ ընտրախախտումներ եւ ես կցանկանամ շարունակել դա անել զուգահեռաբար բնականաբար քննարկելով ուրեմն Վանաձորի 23-30 ընտրատեղամաս բաց քվեարկության ակնհայտ դեպք է տեղի ունենում այսինքն այստեղ նայենք հա դիտորդներ եւ վստահված անձինք ինչ է փաստացի ընդհանրապես միայն հաղորդում են եւ կա հա տեսանյութը թե միայն հաղորդում է այս բան դա միայն հաղորդում է եւ վստահված անձինք ես կամ դիտորդները ես ֆիքսել եմ որ ըստ էության շատերը ընդհանրապես արցանագրում են որ տեղի հանրայնացնում են հա որ տեղի է ունենում ընտրախախտում բայց Հանձնաժողովի անդամները Արմինեն Ռադիբեկյան շատ կարևոր դիտարկում իրականացրել։ Այո։ Ոչ միայն պետք է փաստը հանրայնացնել, այլ պետք է այդ հանձնաժողովը այո դարձնագրի, որ հետագայում դա ինչ-ինչ գործընթացների հիմք հանդիսանա։ Այսինքն մեր դիտորդները, վստահված անձինք, այն մարդիկ, ովքեր որ կռիվ են տալիս քաղաքական առումով այս խայտարակությունների դեմ տեղ ունեցողը պետք է ոչ միայն հանրայնացնեն, այլև ստիպեն, որպեսզի դա արձանագրվի։ Չէ, բացի արձանագրվել, հիմա եթե խախտում է, այդ խախտումը հանձնաժողովի անդամները չպետք է կանխարգել են։ Չէ, հիմա իսկապես ասենք մեկը տերցակը վերցնում է, ենթադրենք գնում է իր ուզած քաղաքական ուժի մի 50 հոգու համար, այդպես 50-50 ընտրում է, այն իր ուզածը վերցնում են 50-ը պատրում է, հետո այն 50-ից յուրաքանչյուրը դնում է ծրարի մեջ, հա, այդ ամրագրումը արվում է, դրա վրա նշումը կա եւ հետո գցում է վանդակ, խախտում է անում, չէ՞։ Իսկ ինչ որ մեկը պիտի ձեռքը բռնի, թե չբռնի։ Իսկ այդ խախտումը, որը որ սկզբունքորեն հանձնաժողովի անդամների նաեւ գործառույթների մեջ, այդ միայն արձանագրումը չի։ Ոչ միայն դիտորդների, ոչ միայն վստահված անձանց եւ հանձնաժողովի անդամների արձանագրում, այլև այդ խախտումները թույլ չտալն է։ Եթե չեն կարողանում իրապահ համակարգ կա, չէ՞ այնտեղ։ Թե իրապահ համակարգին չի համար։ Այսինքն իրավունքի տեսանկյունից եթե խախտում արվում, այդ դեպքում իրենց մասնակցության իմաստը ո՞րն է։ Լավ, հիմա ես ուզում եմ մեղ մասած ասենք իմ ուզած բանը, քվյա մի հատ տուփ եմ ճարել, միտեղ պատի տակ դրած իմ ուզած քաղաքական ուժն, ասում չես տուփը որտեղ քվեարկությունա գնացել դուրս չի գալիս, այդ տանում եմ հիմա իմ ուզածն եմ դնում։ Հա ինչ հա միայն խախտում արձանագրվում, հա։ Չէ, զուտ տրամը բան չունեմ, փորձում եմ հասկանալ։ Իսկ ես խախտումը բոլորի աշխարհը ճանում եմ, օրենքը խախտում եմ, բերում փոխում եմ, ինչ։ Միայն արձանագրում են։ Պատկան մարմինները ես վստահ եմ, որ եթե տեսեք պարոն Ապետյան, շատ կարևոր դիտարկում եք իրականացնում, շատ կարևոր հարց եք բացատրում։ Ես ինչի համար կոնկրետ տուփի համար, իսկ եթե պարզի որ երեկոյան գիշերը սովորության համաձայն հոսանքը անջատվում է։
Պարզեմ ասում։ Օրինակ, հա։ Օրինակ, իսկ այդ օրինակ ես օթից չեմ վերցել, հո վերացական չեմ ասում։ 2021-ին եղել է, չէ։ Ես վաղարշապատի ավականու եւ համայնքապետի ընտրության ժամանակ հոսանք անջատել էր, չէ, քանի տեղերում։ Իսկ այդ հոսանքի անջատումը ինչ է, հատուկ միայն այդ ընտրության ժամը օրինա լինում եւ այն ժամին, որտեղ վերջին րոպեներն են կամ ասենք մի կարճ ժամանակ անցել է։ Ակնհայտ է, չէ, որ այդ անջատելու իմաստը որն է։ Բնականաբար։ Իսկ հավանակել լինես կհասկանաս, որ անջատման իմաստը կեղծիքներ անելն է, որը կապված է տուփի հետ, կամ տուփ փոխելու, կամ տուփի մեջ, չգիտեմ, լցոններում անելու։ Հիմա ես հո պատական չեմ ասում, որ եթե այդ խախտումները չի կասեցում, որ ինչ։ Իսկ եթե չեմ արձանագրում, հետո քվեարկում ենք, բարձում է չէ, արձանագրության մի հոգի կամ երկու հոգի կողմ մնացածները դեմ են, հոտես չի։ Այստեղ նաև ունենք որոշակի ազանգեր Թեղուտ գյուղի 38/11 տեղամասից տեղեկությունների համաձայն դեպ նշեմ, որ այս տեղեկությունները ուժեղ Հայաստան կուսակցությունն է հրապարակայնացնում։ Տեղեկությունների համաձայն վարչական շրջանի ղեկավարը առավոտյան ժամերից գտնվում է տեղամասի տարածքում եւ երկարաժամկետ չի լքել այն, իսկ ԿՊ-ի վստահված անձին կտրողների շրջանում իրականացնում են ուղղորդումներ։ Բացի այդ, նշում է, որ տեղամաս այցելության ժամանակ կուտակումներ են արձանագրվել եւ ժամը 16-ի դրությամբ 1159 ընտրողից մասնակցել էր կեսը։ Ուրեմն այստեղ խախտումների հետ կապված բան չունեմ ասելու, բարձրաձայնում են եւ ճիշտ առաջին քայլը բարձրաձայնելուց հետո հրապարակայնացնելն է, հետո դրանից հետո արձանագրելը, հանձնաժողովը արձանագրություն պետք է կազմի այդ խախտումների հետ կապված, որին ընթացք պետք է տրվի, որտեղ այնուամենայնիվ այդ խախտումները իր մեջ ոչ միայն վարչական, այլև քրեական վարույթ կարող է պարունակեն, ճիշտ է, այնպիսի խախտում լինի։ Հետաբար հանձնաժողովը պետք է գրվի, հանձնաժողովը արձանագրի։ Հիմա այստեղ ես օրինակ նայում եմ, այս քարտեզա ցավ են կպել, ինչպես ասում են։ Ինչ էլ մի ծովից ծով Հայաստան է լսի։ Ինձ թվում է, թե ոնց որ արեմեցյան կիսագունդն է։ Կպցրած գնում են բան քվեարկության։ Այստեղ մեզ հուշեցին, որ ունենք տեսանյութ Վանաձորում տեղ ունեցող այդ ամենախախտումների շատը Վանաձորում է 23-30 ընտրատեղամաս եւ դիտենք տեսանյութը բաց քվեարկություն։ Մի րոպե սպասեք, մտեք որտեղ եք թողել։ Այս այցի րոպե։ 10-ներ վերցրել եմ մենակ չկա։ Տարբերություն չկա, ես կարամ թե մտնեմ։ Մտեք։ Սպասեք, դիգին մի բացեք։ Երևում է դուք բացել եք, սա խնդիր է։ Սպասեք, եսա կմտնեք կնայեք։ Այս տիկին ինչ է ման գալիս։ Ինչ էր ման գալիս։ Իր ուզած թիվը չկար։ Իդեպ ես մի տեղեկություն նաև ես ստացա, Ավանի մի շարք թաղամասեր հոսանքազրկված են մինչև 18:00։ Ինչու՞։ Հետաքրքիր է։ Հոսանքը խաղեր է տալիս։ Հոսանքը խաղեր է տալիս։ Ես կարծում եմ, որ այդ մանր ուներ բաց քվեարկություն, այնտեղ ուղեկցում, հետո պարզվում է, որ այդ ուղեկցող անձը մի քանիսի է ուղեկցում եւ այլն, այդ մանր մուներ խախտումները, այսինքն ըստիս որ ճիշտ դրված չի, որ տեսանելի է, ասենք այդ ընտրելու վայրը, որը պետք է փակ լինի եւ այլն, բայց շատ էական կարող է ազդել ընտրությունների արդյունքի վրա այդ հոսանքի հետ կապված խնդիրները։ Վստահաբար եմ ասում։ Բնականաբար։ Ես օրինակ այդ դիտորդներն ու բաները վստահված անձինք իրենց հետ լրացիչ, ասենք, լապտերներ ունենան։ Այն պահին, որտեղ հոսանքը չլինի, այդ ամբողջ շենքը լուսավորվի լապտերներով։ Ինչու՞ չէ որ։ Չէ իսկապես։
Վարքյանական, որտեղ գիտեք խախտում անելը շատ արագ է։ Այդտեղ ասենք մի 5, 10, 15 վարքյանի հարց է ինչ որ բան փոխել։ Ու տեսականորեն եմ ասում էլի։ Այստեղ տեղեկություններ են տարածվում, որ քաղաքացին զանգում է, որ իր տան բնակության ասեմ, տան վրա, հա, թուրք է գրանցվել։ Այդ ազգանունները կար։ Տավակուլովը Վարդուի, չէ, հա, Տավակուլով Ռաշիդ, Ջաֆարա, Քրտան Օղլի Նանոր։ Հա, կար։ Քրտան Օղլի Նանոր։ Յարութունի։ Չէ, անունը Նանորը հայկական է, հայրանունը հայկական է, Հարություն, չէ։ Նանորը հայկական է։ Քրդան Օղլի։ Վստահաբար հայկական չի։ Նանորը ընդ որում կնոջ անուն է։ Այ Նանոր կնոջ անունն է։ Ահա, Երևանի 953 տեղամասում քաղաքացիները երրորդ համար երկուական քվեաթերթիկ են տալիս, որ ուժեղ Հայաստանի քվեաթերթիկները արագորեն սպառվեն։ Այսինքն հատուկ են տալիս, որ ինչ, հետո պակասի, հա, ուժեղ Հայաստանն է։ Այսինքն հաջորդ ընտրողը գալիս է, երրորդ համար չկա։ Մանր խորամանկություններ։ Այո, մնացածը սարքան պրոստո մի թիվը երկու հատ է տված։ Ամբողջ, Ես հիմա պրոստո ֆիքսեմ, որ մի թիվը երկու հատ են տալի։ Ես այսպեսի մի առաջարկ անեմ, ճիշտ այսօր ոչ աշխատանքային օր է եւ քաղաքացիները հիմնականում իրենց սահմանադրական պարտ են կատարում, բայց այնուամենայնիվ սպասարկման ոլորտներ կան, որտեղ Հայաստանի Հանրապետության ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիները այսօր այս բային աշխատանքային Կիրակի օրով աշխատում են։ Սպասարկման ոլորտներ, հա։ Եվ պարզվելու է, որ այդ աշխատողներին հնարավորություն չի ընձեռնվել, որպեսզի վերջիններս իրենց սահմանադրական իրավունքը իրականացնեն, այն է գնալ ընտրությունների։ Ես ամեն դեպքում որոշակի ազանգեր այդ առումով կա, կամ նույնիսկ, չգիտեմ, իրենք են մնում, ես նորից եմ ասում, հունիսի 7-ը մեր պետության, կայունության, անվտանգության, զարգացման եւ այլնի համար շատ կարեւոր, շատ կարեւոր։ Այսպիսի կարևորություն երբևիցե չի ունեցել ոչ 1991 թվականի անգամ անկախության, հա, հռչակագրով հարակվեն եւ այլն, ոչ պատերազմից հետո ընտրությունները, ոչ իշխանափոխության չի եղել։ Սա մեզ համար կարմիր գիծ է եւ մեր հորդորն է, մարդիկ մտածեն, որ այսօր իրենց երեխաների, իրենց ապագայի համար շատ կարևոր քայլ են անում, գնալով ընտրության, շատ կարևոր։ Եվ էական չի, իրենք ինչքանով են դա գիտակցում։ Բայց ես կարծում եմ, որ մեր բնակչության ճնշող մեծամասնություն դա գիտակցում է, ընդհանրապես ճիգ պետք է գործադրել, որպեսզի քաղաքացիական իրենց իրավունքը իրացնեն։ Նաև նրանք, ովքեր որ հնարավորություն ունեն, ասենք, չեն գնում, չեն կարևորում, երկրորդականը համարվում։ Ես նորից եմ ասում, մենք ոչ ճիշտ ընտրություն կատարեցինք 2020 թվականի, մենք ասելով նկատի ունեմ Արցախի Հանրապետության մեր քույրերն ու եղբայրները, որոնք նախագահական ընտրություններում փաստորեն Արեգ Հարությունյանին ընտրեցին եւ ունեցանք այն ինչ ունեցանք, փաստացի կյանք ցույց տվեց, որ այդ սխալ ընտրություն, որտեվ այնուամենայնիվ Արեգ Հարությունյանը չկարողացավ երկիրը բերել տոտալ ինքնապաշտպանության կամ առավել կազմակերպված եւ մենք ունեցանք պարտություն։ Իսկ ինքը փաստացի գերեվարվեց։ Նույնը այդ սխալ ընտրության մասով ես կցանկանայի նշել, որ հաջորդը սխալվեց 2018-ին եւ նաեւ 2021-ին։ Եվ շատ են ինձ հանդիպում քաղաքացիներ սրա մասին ասել եմ, որ ասում են ձեռքս կոտրվեր չընտրեի։ Մենք հանրային տիրույթում էլ դրա մասին շատ վկայություններ ենք հա տեսնում, որ քաղաքացիները թեկուզ սոցհարցումների ժամանակ, երբ որ ԶԼՄ-ները Երևանի փողոցներում սոցհարցումներ են իրականացնում, ասում են, որ անունը չենք ուզում լսենք, կամ ձեռքս կոտրվեր 18-ին չընտրվեի,
չընտրեի, 18-ին չմասնակցեի, այսինքն այս ակտիվությունը քվեարկության օրով քաղաքացիների կողմից կարելի է նաև պայմանավորել նրանով, որ մարդիկ թեկուզ նրանք, ովքեր որ 18-ին խաբվել են, ուզում են իրավիճակ փոխել։ Օրինակ այդ սխալվելու հետ կապված ինձ համար մի այսպես շատ տիպական օրինակ էր, երբ Փաշինյանը ընտրարշավի մեջ էր եւ իրեն մի կին մոտեցավ, որ ասաց, որ երկու անգամ իրեն է ընտրել, այսինքն 2018-ի դեկտեմբերին եւ 2021-ի հունիսին։ Ասաց սխալվել եմ։ Սա այն 15 զինծառայողներից մեկի մայրն էր։ Այո։ Եթե հիշում եք, այդ տեսանյութը կա եւ բավականին այդպես խիստ օնլայնությամբ էր խոսում Փաշինյանը։ Ողբում էր, իսկ Ինչի համար, այսինքն ես ուզում եմ ասել, որ ցանկացած անձ ճիշտ ընտրություն կատարի իր խղճի մտոք, որ հետո չփոշմանի, բայց ամենակարևորը ըստիս իմ կարծիքով առաջին հերթին կատարելն է։ Այսինքն կրկին անգամ ես հորդորում եմ, որպեսզի մեր երկրի քաղաքացիները գնան ընտրության, գնան իրենց ձայնի իրավունքով, որոշեն նաև իրենց տրված չափով, որոշեն մեր երկրի զարգացման ապագա տեսլականը, որ քաղաքական ուժն է, ում ծրագիրն է ավելի առարկայական, ում ծրագրի արդյունքում կորուստներ չենք ունենա, սա շատ կարևոր է։ Յուրաքանչյուրը նորից եմ ասում իր խղճի մտոք, բայց առաջին քայլը գնալն է։ Այո, ես լիովին համամիտ եմ, սիրելի հայրենակիցներ, 1 ժամ 20 րոպեից մոտավոր արդեն կավարտվի քվեարկությունը եւ մեր բոլորի խնդրանքն է գնացեք ընտրատեղամաս, թեկուս այս վերջին ժամերին գնացեք, կատարեք ձեր քաղաքացիական պարտքը, ընտրեք ձեր ապագան, մոտակա 5 տարիների կտրվածքով, անտարբեր մի եղեք, ոչ ձեր երեխաների, ոչ էլ Հայաստանի Հանրապետության ճակատագրի հանդեպ, կատարեք ձեր քաղաքացիական առաքելությունը։ Այսօր առավոտվանից տարբեր բնակավայրերում խուզարկություններ են կատարվում իրավահամակարգի կողմից, Գյումրիում, այո, ձերբակալություններ եւ այլն։ Այսպես իրավահամակարգը, ինչպես ասում են, ճիշտ ժամանակին, ճիշտ տեղին եկել է, ճիշտ խուզարկություն է անում եւ հիմնականում այն ակտիվիստներն են, որոնք ընդդիմադիր դաշտում են, առանց նշելու թե որ կառույցներում է, հա, բայց ընդդիմադիր դաշտի, ուրեմն, այսինքն բոլոր խախտումները վերագրվում են միայն ընդդիմադիր դաշտին։ Լոռ ու Գարգար համայնքում 22:34-ում հեցի աշխատակիցը որդում է ընտրողներին, այստեղ արձանագրություն կազմվել է։ Այդ արձանագրություն կազմելը բանա շատ կարևոր է, իսկապես խախտումների, եթե խախտումը արձանագրվում է, ինքը ընթացք կստանա, եթե չի արձանագրվում, նույնիսկ եթե տեսանյութը կա, նույնիսկ եթե արդեն տեսանյութը մենք կարող ենք դիտել։ խախտումը։ Ակնհայտ ուղղորդում ու խախտումը, ընդ որում ես պետք է նշեմ, որ բազմաթիվ են դեպքերը, այո, բազմաթիվ են դեպքերը եւ այս մեթոդաբանությունը ըստ էության իրենց հիմնական այսօրվա դրսևորումներից է ընտրակի եղծարության ասպեկտում։ Այնտեղ երկու հոգի են փաստորեն, հա, որ մենք տեսանք նոր պատկեր ցույց էր տալիս։ Իսկ արձանագրումները մենք չգիտենք, հա, կա թե չէ խախտումները։ Նշվեց որ արձանագրումը կազմվել է, արձանագրությունը կազմվել է։ Ես պետք է նշեմ, որ այս պահին սիրելի ընկերներ մեզ 300-ից ավել հեռուստադիտող է մեզ դիտում, շատ շնորհակալ ենք, շարունակեք
դիտել մեզ, հավանել տեսանյութը, տարածել տեսանյութը, բաժանորդագրվել անտիֆեյքի ալիքին, շարունակեք լինել ակտիվ, շարունակեք մնալ այսօր անտիֆեյքի հետ, ես նշեցի, որ մենք աշխատում ենք արտակարգ ռեժիմով, մինչ ուշ գիշեր մենք իրար հետ լինելու ենք ուղիղ եթերում, վերլուծելու ենք, քննարկելու ենք տեղի ունեցողը եւ հետևելու ենք իրադարձությունների զարգացմանը վայքի 36-33-ում ահազանգի քվեարկությունը ընթանում է կոպտագույն խախտմամբ հօգուտ ԿՊ-ի այստեղ կոչ են անում հրավիրում են իրապահների եւ ԶԼՄ-ների ուշադրությունը մենք հիմա կարող ենք տեսնել Spasi, spasi, Ironia. Esa arkadaki dağdan tutup gidemezsin de. Arkadaki estonka. Սա փաստացի բաց քվեարկություն է։ Այն ինչ որ մենք տեսանք, դա բաց քվեարկություն էր։ Մեկ այլ ահազանգ նորից ուժը Հայաստանի կողմից Շենգավիթ վարչական շրջանի 8:49-ում ԿՊԱ-կանը մտել է քվեախուց եւ ուղղորդում է տարեց կնոջը քվեարկել հօգուտ ԿՊ-ի։ Այսա մենք դիտում ենք տեսանյութը 9:53 ընտրատեղամաս Երևան քաղաքի սա արդեն նշվեց, որ երրորդ համարի երկուական քվեաթերթիկ են տալիս, որ ուժեղ Հայաստանի քվեաթերթիկները արագորեն սպառվեն 25:08 ընտրատեղամաս քաղաքացին մոտեցել է քվեարկելու, բայց իր փոխարեն արդեն ստորագրված էր այսինքն սա իրականում բավական լուրջ ընտրախախտում կարող է լինել Սա ինձ գիտեք ինչ, այո, տեսանյութը Ուրիշի տեղ է ստորագրել։ Այդ ստորագրությունը այս տարի Վաղարշապատի համայնքի ընտրություններում հավաքանու եւ քաղաքապետի Միկին հայտնի տեսանյութ է դա, բավական մեծ տարածում գտած, գալիս է ընտրության ընտրատեղամաս, իր զարմանս իրեն, պարզում է, որ իր տարիներ առաջ մահացած ամուսին արդեն եկել քվեարկել է, հետ է գնացել։ Հա, ինչ։ Մարդու մտքին տեղ լինի։ Երկու որդիները, որոնք Ռուսաստանում են, ընտանիքներով եկել են, քվեարկել են, գնացել են, բայց այդ մարդիկ Ռուսաստանում են, մտովի Այս կինն էլ որ եկել է փորձի որ քվեարկի, բարձում է ինքն էլ է քվեարկել, ուղղակի չի հիշում։ Շատ հետաքրքիր է, որովհետև այս իշխանությունների պարագայում, այո, այդ նույնիսկ անդրշիրմյան կյանքից մարդիկ գալիս են իրենց քաղաքացիական պարտքն են կատարում։ Դավիթ, մեծ ցանկության դեպքում նույնիսկ դա կարելի է անել։ Բայց խնդիրը նա է ոնց է այդ ազգանունը հայտնվել ցուցակում։ Կարող է այնտեղից գան, բայց ցուցակում ոնց է հայտնվել։ Այ խնդիրը սա է, ես նույնիսկ այդքան ավելի լուրջ չեմ նայում քվեարկության, որքան ոնց է ցուցակում հայտնվել։ Իսկ այդ ցուցակները օրինակ ոնց է տպվում, ամեն մեկը իր տպած տնից բերում է, թե ոնց։ Թե ինչ որ ինստիտուտներ կան, որոնք վերահսկում են, որոնք նայում են, որոնք ճշգրտում են, որոնք պատասխանատու են կեղծիքների համար։ Իրենց իսկ կողմից վստահ եմ, որ այդ ամենը հստակ վերահսկվում է մարկանց մինչև ընտրատեղամաս բերելը եւ հետագա քվեարկությունը մենք պետք է ֆիքսենք որ այս ընտրությունները այն ընտրություններն են որտեղ որ խախտումները ոչ միայն դրսում են տեղի ունենում տեղամասի տարածքից դուրս կամ նախընտրական քարոզարշավի ժամանակ ընդհանրապես հա այլև բուն ընտրատեղամասի ներսում, որովհետև բազմաթիվ խախտումներ մենք տեսանք, հա, ֆիքսեցինք։ Եվ օրինակ դրանցից մեկը հերթական ահազանգը Վարդենիկի գյուղապետը մարկանց ուղղորդում է։
այսինքն ադմինիստրատիվ ռեսուրսի դասական կիրառում է տեղի ունենում։ Լավ, հիմա կարող է այդ գյուղապետի աղանդի ներկայացուցիչներն են։ Այդ գյուղում բականաչափ ուժեղ է։ Բայց ինքը իրավունք չունի դա։ Հիմա իրանց հավատքով կարող է իրավունք ունի։ Չէ, հասկանում եք, լավ, եկեք այսպես։ Սրանք բոլոր ժամանակներում խախտումներ են, որը որ ավել կամ պակաս չափով արվելու է, հա, ընդունենք։ Ուզում ասել այս մակարդակի չի եղել։ Չէ, հիմա մակարդակը ինքը Մասշտաբի նկատի ունի։ նու մասշտաբը ինքը թվական ցուցիչներ ունի։ Հիմա այս անկեղծ ասած էս դժվարն է, որովհետև նախ դե արձանագրել էս կամ այն խախտումը որքան է, հավաքած չկա, ստատիստիկան նախորդները պիտի համեմատվի։ Ինձ համար ես նորից եմ ասում, երկու կարևոր հանգամանք կա այս ընտրություններին։ Առաջին խիստ մտահոգում է եւ հուզում է հոսանքի հարցը։ Ամենայն լրջությամբ եմ ասում։ Այդ հոսանքը որ գնաց, հասկանում ես, օրինակ կարող է մի ընտրատուփ հասկանում ես ինքը որոշի, որ ինքը այդքան էլ լավը չի, վեր կենա գնա եւ ընկերոջը կանչի, ասի արի դու իմ տեղը նստի։ Չէ, բան եմ ասում ես քեզ։ Հա, այդ ռիսկը բնականաբար կա, որովհետեւ Ուրեմն հիշենք 2021-ին գիտեք ինչքան անջատումներ եղավ։ Համատարած անջատումներ էր։ Ես հիշում եմ, որ կային դեպքեր, բայց մասշտաբի մասին խնդրում ներկայացրեք։ Հոսանքի Այո, այդ ժամանակվա անջատումները։ Ես հիշում եմ Երևան քաղաքում համատարած էր։ Ես թվերը հիմա այս թվերի ես չեմ տիրապետում, բայց դա 1-2 դեպք չէր, վստահաբար։ Տարբեր շրջաններում, տարբեր այսինքն այնպես էր, որ ասենք մի պահ տպավորություն էր ստեղծում, որ այդ շղթայական ռեակցիայով շրջանից շրջան անջատվելով գնում է։ Այսինքն այդ ընտրատեղամասերում ընտրատուփերը մեզանից նեղացած վեր են կենում, գնում են իրանց տեղ ուրիշներն են գալիս։ Այսինքն պետք է փաստենք, որ դա ինչ-որ լոկալ դրսևորում է։ Այսինքն ինքը կազմակերպված օրինաչափ բնույթ էր։ Եթե մեկ դեպք լինի տեսականորեն, որը հնարավոր է, չէ՞, հոսանքը անջատվել։ Թեև ես կարծում եմ այդ անջատման դեպքում լրացուցիչ, ասենք հոսանքի աղբյուրներ, հա, պիտի դնեն, այնուամենայնիվ։ Ժողովրդական լեզու ասած դվիժոկներ։ Հա, հայերեն ասած դվիժոկներ։ Բայց երբ որ դա շատ է, ինքը օրինաչափություն է, իսկ օրինաչափությունը ընտրությունների ժամանակ հոսանքի անջատման ինչի է բերում, խախտումների շատ ճիշտ եք։ 35-7-ում լրագրող Արթուր Հայրապետյանն է զանգել, վստահված անձը ներկայացրել է քարտեզի կրծքանշանով, որը որ իրենց քարոզչական սիմվոլիկաներից մեկն է։ Դե լավ, թող կպցնեն, դուք էլ այդ քարտեզ կպցնեն, որտեղ ուզում են կպցնեն, մարմի որ մասին, շորի որ մասին ուզում են կպցնեն։ Ես մեկ բան պետք է փաստեմ։ Կներես այն դուխը որ գրում են գլխարկ իրանք դուխևորվում են, չէ՞։ Դուխ էին ստանում, էլի։ Դուխը ոգին է, գիտեք, չէ՞։ Ահա։ Հա, այն ժամանակ որ դնում էին, իրենց թվում էր, որ հեսա հու են անելու Ադրբեջան ու Թուրքիան միանգամից սպիտակ դրոշ բարձրացնի։ Հիմա այդ դուխով գլխարկի տեղը էլի գտել են մի հատ ըստ իրենց դուխով, որ իրանց ոգեշնչում է, մոտիվացիա է տալիս, ինչ։ Հայաստանի քարտեզը։ Լավ դե թող դնեն, այդքան լուրջ բան չանեք։ Ես մի բան հիշեցնեմ, որ Նիկոլ Փաշինյանը անգամ լրության օրը այդ քարտեզը ամրացնելով պատտվում էր Երևանում։ Երեք գիտեք ինչ եմ տեսել, լրի պատական տրանսպորտային միջոցով գնում էի։ Ահա։ Հարապետյան հրապարակում հեծանիվ վարում էին, ասենք կլնեին մոտավորապես այսպես, ասենք մի 50 հոգի։ Սպիտակ վերնաշապիկ մայկաներ եւ հերվից երևաց այս ավտոբուսի մեջից ամենայն հավանականությամբ ինչ որ մի ուրեմն կուսակցության քարոզչական ինչ որ նշաններ էին։ Տնաստ որ կուսակցություններ։ Արման Բաբաջանյանի ղեկավարած երևի թե ինքը հեծանիվ շատ է սիրում։ Գիտեք խի։ Չգիտեմ։ Լավ չի որ չգիտեք։ Ինչու է Արման Բաբաջանյանը հեծանիվ քշել չէ նստել։ Նստել շատ է սիրում։ Բայց ես ասում եմ ինքս տեսա, այո, երևի կլինեն մի 50 հոգի, ընդ որում ասեմ ձեզ, դրանք պատական անձինք չէին, ինչու՞, որտեղ ոստիկանության մեքենա էր ուղեկցում եւ սկզբից եւ վերջից։
կարող ասեք ոստիկանությունն էլ պատամամբ էր հայտնվել այդ հեծանվորդների արչեվում եւ հետևում, որոնք ապահովում էին այդ հեծանվորդների անվտանգ ինչը երթը, շատ ճիշտ է։ Պարոն Ապետյան, մինչ շարունակել է թվարկել խախտումները եւ քննարկել դրանք, ես կցանկանայի մեկ կարևոր հարցի մասին մենք խոսեինք։ Տեսեք, լրության օրից մեկ օր առաջ տեղեկություն տարածվեց, որ Հանրապետության կուսակցության ներկայացուցիչը դիմել է կենտրոնական ընտրական հանձնաժողով, որպեսզի այստեղ մենք անվավեր ճանաչվի ուժեղ Հայաստանի մասնակցությունը այս ընտրություններին, բայց ի հեճուկս տրամաբանության, որովհետև մենք տեսանք, որ հայտնի բանավեճի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ստացության հրահանգեց, որ այդ գործողությունը իրականացվի եւ տրամաբանորեն դեպքերի ընթացքը այնպես էր ցույց տալիս, որ ուժեղ Հայաստանին զրկելու էին ըստ սցենարի։ Ինչու, ասենք ինչու նման հետևության եկաք, որ վերջին պահին նման օրակարգ բանարա բարձացավ, հա, այդպես։ Դե եկեք հասկանանք, թե ինչ փոխվեց։ Ես կարծում եմ, որ Փաշինյանը զգաց, որ անարդար բան արել, երևի, ասես տղերք, ես սխալ եմ, պետք չէ այդ բանը անել։ Թեև նախորդ օրը հրանգեց, չէ, տալիս երկու կուսակցության ղեկավարների դեբատների ժամանակ, չէ։ Այո, հենց դա եմ ասում։ Հիմա մարդը սխալական է, կարա սխալը զգա ու ապաշխարի։ Բայց ես չգիտեմ, զանգից առաջ թե հետո։ Այն Իսակով մի հատ պողոտա կա, այդ պողոտայի վրա մի հատ շենք կա, այդ շենքի մեջ մի հատ մարդ է նստած։ Հիշում եք։ Հա, բայց այդ Իսակով պողոտայի շենքը շուտ պետությունը, որ զբաղեցնում այդ շենքը, արդյոք չի հանդիսանում այս շահառության վերարտադրման շահառուն։ Ոչ, Թրիպի պարագայում։ Հիմա ասենք այսպես, Թրիպի պարագայում հետաքրքիր թեմա է։ ԱՄՆ-ում իր կարգավիճակով երրորդ անձը պետքարտուղար Մարկո Ռուբիոն օդանավակայանում ստորագրեց ինչ-որ մի բան։ Մետաղների հետ կապած եւ Թրիպի հետ կապված։ Ստորագրեց գնաց։ Հնդկաստանից գալուց հետո։ Այո, շատ արագ, շատ Ավելին, օպերատիվ։ հերավար ձևով Հայաստանի արտգործնախարարի պարտականություն կատարող անձը ստորագրեց երկու օր առաջ։ Հերավար ստորագրեց, չէ։ Վավերացրեց անգամ։ Դե ստորագրելու իմաստը վավերացման ստորագրությունն էր։ Ինչու։ Հիմա ասենք իշխանությունը այլևս ներկա իշխանությունները չեն, քաղաքական ուժը չի։ Եթե սրանք քաղաքական ուժ ասենք, այլոք են, որը վերարտադրություն է։ Այլոք ստիպված են լինելու։ Ստիպված լինեն չլինեն, իրենք իրավահաջորդն են։ Այո։ Ճիշտ է։ Ստորագրված թղթերի։ Եվ այդ ստորագրած թուղթը իրենք ինչ են պարտավոր են, չէ՞։ Պայմանավորվածություններ կատարել։ Իրենք չեն կարող ասել մենք չենք եղել, մենք չենք ստորագրել, ինքը իրավահաջորդն է։ Այստեղից հետևություն։ Իսկ ինչու է ԱՄՆ շտապում։ Երաշխիքներ չունի։ Այո։ Ամենայն հավանականությամբ։ Այն էլ ինքնաթիռից օդանավակայանում, սա էլ հերավար վավերացրեց։ Հիմա արձանագրում ենք հետևյալը. ով լինի, ինչ իշխանություն լինի, այդ փաստաթուղթը իրավական ուժ ունի։ Ունի։ Այո։ Ունի։ ԱՄՆ-ը իր համար երաշխավորեց, կապ չունի, սա է լինելու թե այլոք են լինելու, սա չի վերարտադրվելու, ինքը երաշխավորեց, որ ստորագրած պայմանագիրը այլևս կյանքի է կոչվելու։ Լավ է, վատ է, ճիշտ է, սխալ է, դա արդեն խիստ երկրորդական է Հայաստանի համար։ Փաստը մնում է փաստ, որ դա ստորագրվեց։ Հիմա եթե ստորագրվել է, ԱՄՆ-ի համար մեղմ ասած, ինչ է մեկ։ Նիկոլա կլինի, թե ուրիշ մեկը։ Իհարկե, ով ուզում է լինի, բայց կարևորը որպեսզի այստեղ կայունություն լինի։ Այսինքն կայունությունը ինքը այդ փաստաթուղթը կյանքի կոչելու երաշխիքներից մեկն է, համաձայն եք։ Միանշանակ։ Ահա։ Ուրեմն կայունություն լինելու համար պետք է Հայաստանի Հանրապետությունում ընտրությունները կայանան իրավունքի տեսանկյունից, միջազգային նորմերի տեսանկյունից, թափանցիկ, արդար եւ մի շարք ածականներ, համաձայն եք։
Այսինքն ԱՄՆ ջատագով է եւ նախանձախնդիր է, որպեսզի այդպեսին լինեն։ Իսկ երբ որ ինչ որ մի քաղաքական ուժ ընտրության նախաշեմին փորձեր արվում արգելել մասնակցել ընտրությանը, դա Հայաստանի Հանրապետությունում ներքաղաքական լարումներ կարող են առաջացնել։ Շատ բարձր հավանականությամբ։ Դա ԱՄՆ-ին պետք էր, երբ որ իրեն պետք է կայունություն։ Իհարկե պետք չէր։ Ես դրա համար եմ ասում, որ այն Իսակովի պողոտայի վրա մի հատ արձան կա։ Մեր ադմիրալներից մեկն է։ Կարող է այդպես հերախոսը վերցրել է, խիստ բարկացկոտ եւ հրամայական տոնով Ռուսական կողմի դիրքորոշումը։ Ռուսական կողմը դիրքորոշումը եղավ Մեդվեդևի պաշտոնը, մեզ լսողներին ասեմ, անվտանգության խորհրդի նախագահի տեղակալն է։ Ստատուսով անվտանգային առումով երկրորդ մարդն է Ռուսաստանում, անվտանգության խորհրդի նախագահը, երկրի նախագահն է, այո։ Իր տեղակալը Դմիտրի Մեդվեդևը եղավ նաև կոշտ հայտարարություն արտգործնախարարության կողմից ներկայացուցիչ Մարիա Զախարովը, որոնք ինչ ասին, եթե ես ասենք իմ բառերով, հա, այսպես ներկայացնեմ, եթե սայլանդակությունը կատարվելու է, ապա ընտրությունների վավել լինելը եւ ճանաչելը խիստ հարցականի տակ է։ Սա ուլտիմատում է մեծ հաշվով, եթե գիտեք ինչու, որտեղ Մոլդավիայում նման սցենար եղել է, ճիշտ է, 2 օր առաջ երկու ուժի ինչ որ պատրվակով դուրս թողեցին։ Դա նորմալ էր։ Այո, եղել էր, բնականաբար աննորմալ էր։ Դե հիմա աննորմալ է Ռուսաստանի կեցվածքը հետեւյալ։ Եթե արեցիք, ճանաչել մանաչու չկա։ Իսկ ԱՄՆ-ի, ես կարծում, ԱՄՆ-ի կեցվածքը շատ պրագմատիկ է։ Իրեն պետք է կայունություն։ Եթե Փաշինյան Նիկոլը հաղթում է սկզբունքորեն, ԱՄՆ-ը ողջունում է, Ռուսաստանն էլ է ողջունում, ասեմ ձեզ։ Եթե Մաքուրով հաղթում է, եթե Մաքուրով հաղթում է, ցանկացած երկիր պարտավորեն, կապ չունի, դա ժողովրդի ընտրությունն է։ Ցանկացած երկիր ողջունում է այդ ընտրությունների արդյունքները եւ այն ուժը, որը հաղթել է։ Մաքուրով կապ չունի ով է, իշխանությունը թե ընդդիմությունը։ Նորից եմ կրկնում, ԱՄՆ-ին եւ Ռուսաստանին այստեղ պետք է ինչ կայուն վիճակ։ Ավելին կայուն վիճակ պետք է նայվում Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Իսկ ումը կայուն վիճակ պետք է Չինաստանին միգուցե։ Դե Չինաստանին առանց միգուցե, վստահաբար այո։ Ես ուղղակի հեռու գնացի։ Ումը պետք չի մա կայուն վիճակ։ Ով է այս տարածաշրջանը Ռուսաստանի արևմուտքը, Ռուսաստանի հարավը, Ռուսաստանի արևելքը փորձում Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Եվրոպան, Եվրամիությունը, ՆԱՏՕ, Միացյալ Նահանգները հանած։ Նու ՆԱՏՕ չասեմ, ընդ որում էս ամեն չի ավանգարդում իդեպ Գերմանիան է։ Գերմանիան հիմա փաստացի ԱՄՆ-ին ձեռնոց է նետել Գերմանիան։ Ոչ Ֆրանսիան այդքան, ոչ Բրիտանիան։ Եվ այստեղից հետևություն, որ այն ինչ տեղի ունեցավ կենտրոնական ընտրական հանձնաժողովում մի քաղաքական միավորի դուրս թողնելու եւ դա մերժվեց, կարծում եմ այստեղ Փաշինյան Նիկոլը շատ ճիշտ որոշում է կայացել ապրի Փաշինյան Նիկոլը բոլոր առումներով ինքը ճիշտ որոշումներ կայացնի հանուն երկրի կայունության։ Հիմա կապ չունի իրեն ստիպել են թե չեն ստիպի, հարգելիս կարևորը ճիշտ որոշում է կայացել։ Օրինակ հիմա եթե ինքը պարտվում է եւ ինքը ճիշտ որոշում է կայացնում, ողջունում է իշխող ուժին։ Վատ կլինի։ Դա կապ չունի ինքը ցանկանում է թե չէ երկրորդական է, հիմա իրան ինչ որ մեկը հուշել է, շշնջացել է, ստիպել է, դա երկրորդական է մեր համար։ Թող ողջունի, ինչ է եղել որ։ Վատ չի լինի բնականաբար, բայց չեք անհավատալի է իր պարագայում էլի։ Փաշինյան Նիկոլ ողջունի, թող Դավիթ Ֆիդանյանը չհավատո, ասի ես սխալվեցի։ Okay։ Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի։ 28-ում եք ընտրատեղամասում ԿՊ-ի օգտին քարոզություն է իրականացվում։ Այո։ Եվ այստեղ նաև այլ տեղեկություններ ենք մենք ստանում 15-21-ում հարցնագրվել է դեպք, երբ քվեարկությունը իրականացվել է ոչ թե ընտրողի, այլ նրա հարազատի կողմից։ Երեսունչորսու 12 ընտրատեղամասում ԿՊ վստահված անձը ընտրատեղամասի ներսում եւ դրսում ուղղորդում է քաղաքացիներին, կա տեսանյութ։ 34 որում 12-ում
Այս ուղղորդումները ես նորից եմ ասում, որ իրանք համատարած բնույթ են ըստ էության կրում։ Ես ես իրապահ մարմինների հետ կապված գիշերը 5-ին, այսօր գիշերը ասիկան լուսու դեմ, ժամը 5-ին ներխուժել են Հայաստան Դաշինքի աջակիցների բնակարաններ Անի թաղամասում, Գյումրի, ինչի մասին խոսում ենք, բերման ենթարկել 10-ից ավելի անձի։ Հիմա եթե ասես, որ այս ամեն ինչը կապված է ընտրությունների հետ, կասեն չէ։ Բնականաբար։ Կամ էլ կասեն ընտրակաշառք են բաժանում օդում տեսնող ա եղել։ Այսինքն ակնհայտ է, որ իշխանությունը փորձում է առավելագույն իր լծակները օրինական, կիսաօրինական, անօրինական օգտագործի, չէ՞։ Ընդ որում ողջ ռեսուրսն է օգտագործվում։ Բոլոր տեսակի ադմինիստրատիվ, ուժային, վարչական, հա։ Այստեղ մենք ունենք էլի նոր որոշակի տեղեկություններ։ Ես մի օրինակ էլ բերեմ, տեսանյութը կա։ Երևան Today-ն հատնում է, որ Տաուշի մարզի Ոսկեպար համայնքում 45 սահմանապահ զինծառայող հրամանատարի հատուկ վերահսկողության ներքո տարվել է ընտրության։ Պատկերացնում եք զինծառայողները չգիտեն ինչպես գնան քվեարկեն, հա, դա համար այդպես հրամանատարը 45 հոգու տանում է։ Գորիս քաղաքի 3403-ում ներկայացուցիչը մոտեցել է երրորդ քվեաթերթիկը ընտրած քաղաքացուն հորդորել փոխել իր ընտրությունը։ Հետաքրքիր է։ Այսինքն նախինքը հայտնվել է ընտրողի կողքը, թերթիկը ասում է փոխի, հա։ Հա, էլի փաստացի տենց է ստացվում։ Դեպքի վերաբերյալ հանձնաժողովի նախագահին ներկայացվել է պահանջ խախտումն արձանագրելու, գրառում կատարելու համար, սակայն վերջինս հրաժարվել է արձանագրել տեղի ունեցածը։ Յա, ուզում եք մի այսպիսի սենսացիոն բան ասեմ։ Ասենք, որ մեզանից յուրաքանչյուրի բնակարաններում տեսականորեն կարող են այլ մարդիկ գրանցվել, նորություն չի։ Այդ օրինակ այդ 300,000 ադրբեջանցիները։ Ես ուրիշ բան ասեմ, դուք տեղակ եք, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչյանի բնակության հասցեի վրա է հավելյալ մարդ գրանցվել։ Մամուլում արդեն գրվել էր դրա մասին։ Չէ, ասենք, այս գիտեք, լավ է Ռոբերտ Քոչյանի անուն ազգանուն հետեղ կա։ Կարող եք չլնել։ Չէ, այսինքն սա ինչի մասն է, ես նորից եմ ասում, այդ ցուցակները մի շարք պետական ինստիտուտներով անցնում են, ֆիլտրվում են, նայվում են, մարդիկ պատասխանատու են եւ այլն։ Սա կանխամտածված է անում։ Իշխանափոխությունից հետո ես կարծում եմ այս ցուցակների պատասխանատուները, ովքեր որ այդպես ավելորդ ազգանուններ են, հա, բանալել, մտել, իրենք պիտի պատասխանատվություն կրեն վստահաբար։ Այնպես չի որ հիմա այս ձերբակալվել է Կարապետ Պողոսյանը։ Գյումրեցի իրապաշտպանը, այո, վաղ առավոտից, եթե չեմ սխալվում, նստության, այո, մենք տեսնում ենք, որ հերթական անգամ այդ ուժային ռեսուրսը օգտագործվում է քաղաքական ընդդիմախոսներին, քաղաքական քննադատներին բռնաճնշումների ենթարկելու համար։ Մեր լավ ընկեր, լավ բարեկամ Սյուզի Բադոյանն է հայտնում, որ 35-61-ում Մաքսանի աշխատողը քվեաթերթիկները իր հետ փորձել է դուրս տանել։ Իսկ հիմա դուրս տանելուն ես շարունակում եմ Օշականից Մշակույթի տան 17-25 ընտրատեղամասում քաղաքացիներ մուտք են գործում քվեաթերթիկով, այսինքն մեկը հանում է, այդ կարուսել է կոչվում հայերեն։ Հայկական ժողովրդական հին սովորույթ է։ Քվեաթերթիկով դուրս են գալիս, քվեաթերթիկով մտնում ենք։ Սա հիմա փաստացի Օշականի Մշակույթի տանը 17-25 եւ տեսանյութը կա արձանագրված, այնպես որ բայց ես քեզ հետ Դավիթ համաձայն եմ, որ անպայման այս արձանագրումները հանձնաժողովները պետք է գրանցեն։ Այստեղ շատ հետաքրքիր ու կարևոր դիտարկում է իրականացրել Արտուր Ղազինյանը, նշելով, որ մինչ այս պահ արձանագրված խախտումները, կեղծիքները ընդդիմադիր ուժերի նկատմամբ իրապահների ուղղորդված հետապնդումները բավարար են, որ ընտրությունները ոչ ժողովրդավարական, ոչ արդար, ոչ մրցակցային հայտարարվեն։ Խախտումները կրում են համակարգված բնույթ, ներգրաված է ամբողջ պետական, վարչական եւ իրապահ համակարգը։
արձանագրված խախտումները էական ազդեցություն կունենան ընտրությունների արդյունքների վրա։ Փաստացի սա այն է, ինչի մասին մենք քննարկում ենք, խոսում ենք, որ ողջ ռեսուրսը գործի է դրվել այս իշխանությունների կողմից։ Այո։ Մնում է արձանագրումներ լինեն, որպեսզի գնահատվի այդ ընտրախախտումները որքանով են ազդում ընտրությունների արդյունքների վրա, չէ՞։ Շատ կարևոր է, այդ արձանագրումները շատ կարևոր են։ Ահա, Ուժեղ Հայաստան կուսակցության ներկայացուցիչ Գոհար Մելոյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել իր էջում, որտեղ նշվել է, որ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը ԿՓ շրջանակներում ըստ մամուլի մարգատեղեկությունների հայտարարել է, որ իր գյուղում նորապատում Ուժեղ Հայաստան ձայն չի հավաքելու, քանի որ բոլորին հանձնարարված է դուրս հանել 3-րդ համարի քվեաթերթիկը։ Այսինքն ինչ 3-րդ համար չի լինելու մարդիկ, որ մտնեն։ Իդեպ այդպես մի ընտրատեղամաս կար, որտեղ 3-րդ համար ընդհանրապես չկար։ Երկիր մոլորակի բոլոր ժամանակների արդար եւ թափանցիկ ընտրություններ քաղ պայմանագրի առաջնորդությամբ։ Ինչ եղել որ մի ուրիշ կուրիոզային դեպքի մասին Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ Գյումրիում Հայաստան դաշինքի շտաբերի պետերից մեկին ձերբակալել են, տարել ԱԱԾ, հետո քննչական կոմիտե, ապա հակակոռուպցիոն այնտեղ էլ մի քիչ բարելուց հետո ասել են, որ շփոթել են, սխալ մարդու են բերել, կներես։ Ինքնել թողասի չեմ ներում, պատասխան տվեք։ Ուժեղ Հայաստանից այլ արձագանք, ներողություն, ահազանգ Հրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 2611 տեղամասի մոտ եւ հսկում է անցուդարձը։ 859 ընտրատեղամասում քաղաքացին փորձել է դուրս բերել քվեաթերթիկը, հայտնում է Հայակվեի վստահված անձիկ։ Այս մանյա է մարդկանց մոտ քվեաթերթիկները դուրս բերել։ Ընտրատեղամասից մեկը դուրս է բերում, մյուսը մտցնում է։ Մենք ինֆորմացիա ենք ստացել, որ դուք այստեղ ուղղորդում եք մարդկանց։ Կրկին ձերբակալություններ Գյումրիում Ուժեղ Հայաստանի Հրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանն է։ Իր Lexus մակնիշի մեքենայով ամբողջ օրվա ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ։ Համատեղությամբ նաև ԿՊ-ի վստահված անձ է, ինչպես նաև շտաբի պետը։ Գոհ չէ, որ նկատել ենք իրեն, ինչպես է ուղղորդում ընտրողներին։ Բակագնում էիք այստեղ, չէիք գնում։ 1,224,957 Այո։ Քաղաքացի ընտրողների 48.92%-ը եւ այստեղ բաշխվածություն կա Երևան 411,168 48.52 Արագածոտ 57,999 կամ 51.13%-ը Արարատի մարզ 106,622 կամ 48.43%-ը, Արմավիրի մարզ 101,408 կամ 44.80%-ը, Գեղարքունիք 83,348 կամ 46.86%-ը, Լոռի 106,161 49.77%, Կոտայք 122,692 51.01%, Շիրակ 96,077 կամ 46.23%, Սյունիք 59,215 կամ 55.36%, Վայոց ձոր 24,171 կամ 54.15% եւ Տավուշ 55,096 կամ 53.27%։ Փաստացի ամնա ակտիվը այս պայդրությամբ Սյունիքն է, որտեղ 55%-ից ավել յավկա է եղել, ամնապասիվը, այո, ամնապասիվը Արմավիրի մարզն է, որտեղ ներողություն, մեկ վարկյան,
Այս թվերից ելնելով ինչ կարող ենք պարոն Ապեցյան մենք հասկանալ։ Նախ մասնակցությունը նախորդ երկու ընտրությունների համեմատ բարձր է։ Ես ժամ 5-ի դրությամբ ասեցի 10% տարբերությունը 21 թվի համեմատ էր, 9% 18-ի համեմատ։ Սա բավականին բարձր տոկոս է, եթե այս տեմպերով գնաց, սա նշանակում է մոտ 60% մասնակցություն է լինելու, իսկ 60%-ը իշխանությունների համար վստահաբար ճակատագրական է լինելու, որտեղ իրենց որոշակի առումով ստաբիլ, հարաբերական ստաբիլ վարչական ռեսուրսը, որ դեռևս այտենց հայտնի չի, թե այդ վարչական ռեսուրսից քաղաքացիները իրենց ցայն կտան, թե չեն տա, վարչական ռեսուրսի տոկոսը ընդհանուր մասնակիցների թվի մեջ, բարձր տոկոսի մեջ իշխում է տոկոսը։ 60% եւ ավել, ես կարծում եմ, որ ինչևէ, այդպես ակնհայտ է, որ կա մասնակցություն, բայց ակնկալում ենք, որ ելի լինի մասնակցություն։ Օրինակ, այս տարի երկու պետություններում եվրոպական եղավ իշխանափոխություն, Հունգարիայում օրինակ եւ Բուլղարիայում։ Այո։ Բարձր մասնակցության հետևանքով կամ արդյունքում։ Հիմա մեր քաղաքացիները թող որոշեն, նրանք ովքեր տանն են մնացել, ծուլանում են, ովքեր չեն հավատում, թող հավատան, որ իրենց ձայնից կախված է ինչ-որ բան եւ գնան ընտրատեղամաս, թող ընտրեն այն կուսակցությանը, որին իրենք նախընտրում են։ Մենք ընդհանրապես հորդորում ենք միայն բարձր մասնակցություն եւ իրենց կատարել սահմանադրական քաղաքացիական Սանտ Պետերբուրգի ժամանած Տեր Եփրեմ Քանային թույլ չեն տվել քվեարկել իր ընտրատեղամասում պատճառաբանելով, թե իր անունը չկա ընտրողների ցուցակում, հա, այսպես օտարներին կա անկապազգաններ, ումը որ պետք է լինի չկա։ Լավ է, վարժական հավաքի չեն ուղարկել։ Ուղարկեն, մի զարմացեք։ Ուղղորդումներն են շատ, ես ուղղորդումները շատ են, անուղակի հսկումները, ներկայությունը իշխանության մարմինների ընտրատեղամասերում են շատ։ Ներողություն։ Եզրած Սրբազանը Մոսկվայի հայկական եկեղեցում աղոթք է բարձրացնում հայնիկի փրկության համար։ Այսինքն մասնակցություն, կայունություն, անվտանգություն, զարգացում, ցանկացած ով ինչ կարգախոս ուզում ասի, ապագա կա, ասենք էս, հա։ Էլ ինչա, խաղաղություն, ասենք, հա, բոլոր կարգախոսները չասեն, որ ինչ որ մեկին են ասում, բոլորինը։ Ուժեղ Հայաստանի հերթական ահազանգը աշտարակի 17-11-ում օգնության կարիք ունեցող տարեց ընտրողներին թույլատրվում է ընտրել միայն ԿՊ կուսակցության ներկայացուցչի ներկայությամբ, որը բնականաբար իրենց միջամտություն է։ Հեսա մենք ֆիքս ենք դա, լուսանկարակա։ 742 ընտրատեղամասում մայրու աղջիկ մի քվեախցում են քվեարկում։ Խնդրեմ։ Փորձ է կատարվում։ Հիմա իրար շատ են սիրել առանց գրանցվելու։ Սերն է իրենց միավորում։ Լիճ գյուղում ԿՊԱ-ականների կողմից դաժան ծեծի ենթարկվել Նայիրի Հոխիկյանի եղբայրը Լևոնը։ Քաղաքացիների Ես էլ քաղ պայմանագրի սիրո յուրօրինակ դրսևորում է, չէ՞։ Դա մասում էլ նույնը արեցին էլի։ Նույնը մասում է։ Քաղաքացիներին 30,000 դրամ են առաջարկում թիվ 3 քվեաթերթիկը տեղամասը ցանելու համար, փաստի ֆոն տեղեկացավ, որ փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀԿԿ։
Այստեղ մի հետաքրքիր նորություն կա։ Փաստինֆոյի հաղորդմամբ ընտրողների թիվը ավելացել է, պարզում է գաղտնի ցուցակներ կան։ Ինչ ցուցակներ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել էր, որ ՀՀ-ում ընտրության իրավունք ունի 2.485.851 մարդ, սակայն արդեն այսօր ներկայացնելով քվեարկության մասնակիցների վերաբերյալ տվյալները նկատեցինք, որ հրապարակվում է ընտրողների մեկ այլ թիվ 2.503.976 մարդ։ Հարց է առաջանում, թե ինչու է ընտրողների թիվը ավելացել 18.125-ով։ Փաստինֆոյին ԿՀ-ից տեղեկացնում են, որ դրան գաղտնի ցուցակներ են։ Հետաքրքրվել ենք, արդյոք դրանցում կարող են լինել այլազգիների անուններ, ինչին ի պատասխան վստահեցնում են, որ ոչ։ Այն մարդիկ են դրանցում ներառված, որոնց ցուցակները պետք չէ, որ հանրայնացվեն, պետք չէ, որ Երևան, թե որ ցուցակներն են։ Այն տվյալներն, որոնք հրապարակման ենթակա չեն, գաղտնի են Հայաստանի ԱԺ-ընտրություններին, իրանք ունեն ընտրելու բացառապես քաղաքացիները, հետևաբար չի կարող այդտեղ այլազգի լինել։ Հայտարարել է ԿՀ խոսնակը Փաստինֆոյի հետ զրույցում։ Տարբերությունը հայ մոտավորապես 18125։ Ուրեմն Արմավիրի մարզի 16-25 ընտրատեղամասում ԱՊՀ առաքելության միջազգային դիտորդներին դուրս չեն թողել տեղամասից։ Այս կոչումը հայերեն պատանդ են պահել։ Լավ ենք անում, չենք թողում, մեր թաղնա, մեր քուչենա, մեր երգինա։ Դուք ով եք, որ եկել եք այստեղ։ Մոտապես այս տրամաբանությամբ պատանդ են վերցրել եւ պնդել են, որ դիտորդները պատրեն դիտարկման լրացված թերթիկը, այսինքն խախտումներ են արձանագրել։ Դիտարկում են արել, թերթիկ են լրացել։ Դիտորդների շուրջ հավաքվել են առանց կրծքանշանների 10-15 մարդ, սկսել են վիճաբանել եւ բղավել։ Ոստիկանը հրաժարվել է միջամտել։ Այդ պայն ոստիկանը կույր է, խուլ է եւ համր է։ Փաստինֆոն ազանգ է ստանում առայն, որ Աչափնյակի 627 տեղամասում թաղային հեղինակությունները աբեկում են քաղաքացիներին, մասնավորապես բոյով մականունով հեղինակության գլխավորությամբ փակել են տեղամասի մուտքը, փորձում են ներազդել ընտրողների վրա։ Ահա։ Ուրեմն մի այսպիսի հետաքրքիր տվյալ, որը նախորդ ընտրությունների հետ համեմատած ռեկորդային է, նման բան չի եղել։ Ընտրատեղամասը փոխելու ավելի քան 36000 դիմում է ստացվել։ Միգրացիա եւ քաղաքացիության ծառայությունը, ինչը ռեկորդային թիվ է, այս մասին News 5 TV AM-ին հայտնում են ՆԳՆ-ից, բավարարվել է 29100-ը։ Ըստ ՆԳՆ-ի չբավարարված դիմումները հիմնականում պատշաճ լրացված չեն եղել, այսինքն շուրջ 7000 քաղաքացի իրեն հարմար ընտրատեղամասում ընտրելու հնարավորություն չի ունեցել։ Սա ցուցիչ է, հա։ Նախորդների համեմատ։ Աչափնյակի նորից Փաստինֆոյի հողում անենք 6-18-ում հարցագործության հերթական դեպքն է տեղի ունեցել։ Գագիկ Մայիլյանը Փաստինֆոյին հայտնեց, որ քաղաքացուն 3 հատ 16 համարի եւ 4 հատ այլ քվեաթերթիկ է տրվել, իսկ ուժեղ Հայաստան կուսակցության 3-րդ համարի քվեաթերթիկ չի տրվել։ Եղել է վիճաբանություն, իրավիճակը լարված է։ Բազմաթիվ քաղաքացիներ հազանգում են, որ վարչական դատարան չի տրամադրում դատական ակտերը, որ մարդիկ կարողանան գնալ ընտրություն կատարել։ Այս մասին հայտնել է Ուժեղ Հայաստան դաշինքի ներկայացուցիչ Շիրազ Մանուկյանը։ Պարոն Նահապետյան, մենք հիշում ենք, որ այս իշխանությունները բազմաթիվ արհեստական խոչընդոտներ էին հարուցում արցախահայերի նկատմամբ, որ քվեարկություն հնարավորինս քիչ մասնակցեն իրենք քվեարկությանը։ Եվ փաստացի մենք կարող ենք ֆիքսել, որ ինչպես Ուժեղ Հայաստան կուսակցության ներկայացուցիչն է հայտարարում, վարչական դատարանը չի տրամադրում ակտեր, որ քաղաքացիները գնան կարողանան ձայն տալ իրենց նախընտրած ուժին, մասնակցեն ընտրություններին։ Աչափնյակի 6-6-ում Փաստինֆոյի հաղորդմամբ տեղնեցել կրկնակի քվեարկության դեպք,
Մովսիսյան Արտակ Արթուրի անձը կրկնակի ընտրություն կատարելիս բռնվել է, կանչվել են ոստիկանության մարմիններ, կազմվել է արձանագրություն, տեղափոխում են Հաչապնյակի բաժին։ Ժամ 8-ին քվեարկությունը ավարտվում է, բայց նրանք ովքեր չեն հասցրել քվեարկել, բայց արդեն ֆիզիկապես գտնվում է ընտրատեղամասում կամ հերթի մեջ, ապա յուրաքանչյուրը պահպանում է քվեարկելու իր իրավունքը։ Սա ի հիշեցում բոլորնց, ովքեր որ ընտրատեղամասում են կամ հերթի մեջ, չեք գնում ժամը 8-ը լրացավ, դրսում եք կամ շենքում եք, չեք հասել քվեարկել, մնում եք հարգելի հայրենակիցներ, մինչև չընտրեք։ Իսկ նրանք ովքեր դեռ չեն գնացել, ճանապարհին են, հորդորում ենք ավելի արագ, որպեսզի հասնեն, որպեսզի մինչև ժամը 20:00 մասնակցեն քվեարկությանը։ Մոտավորապես արդեն 30 րոպե մնացել, մի փոքր ավելի 30 րոպեից մինչ կփակվեն ընտրատեղամասերը, սիրելի հայրենակիցներ, մենք շարունակում ենք հորդորել բոլորին, ովքեր որ ինչ պատճառներով դեռևս չեն քվեարկել, գնացեք, քվեարկեք, կատարեք ձեր քաղաքացիական եւ սահմանադրական պարտքը։ 20:00-ին փակվելու են ընտրատեղամասերը եւ դրանից հետո հաշվարկը արդեն։ Հա, հաշվարկը եւ հունիսի 7-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պատմության մեջ կմնա շատ ճակատագրական օր, շատ վճռորոշ օր, որով սկզբունքորեն Հայաստանի քաղաքացին ինքը ընտրություն է կատարելու այն իրողությունների մեջ, որտեղ ինքը համաձայն է մնա կամ լինի փոփոխություն։ Այո։ Այսպես։ Եվ իրականում իմ կարծիքով ամենահետաքրքիրը սկսվելու է քվեարկության ավարտից հետո։ Դե հիմա քվեարկությունը կլինի, ավարտը կլինի, մնացածը պարզ կլինի։ Շատ շնորհակալություն պարոն Նահապետյան, որ ժամանակ եւ այցելեցիք մեր մոտ, մասնակցեցիք այս հետաքրքիր քննարկմանը եւ այս պահին մենք կունենանք այլ տեսանյութ Սյուզի Բադոյանի մասնակցությամբ եւ ժամը 20:00-ից արդեն եթերում կլինեն Ռուբեն Մելիքյանը եւ Աղասի Ենոքյանը, շարունակեք մնալ Anti-Fake-ի եթերում, ես հիշեցնում եմ, որ այսօր մենք ուղիղ եթերում աշխատում ենք արտակարգ ռեժիմով, մինչ ուշ գիշեր, շնորհակալություն բոլորիդ, որ այս ժամին եւ այսօր առասարակ մեր հետ եք, ովքեր որ չեն մասնակցել քվեարկությանը, գնացեք մասնակցեք, ովքեր որ մասնակցել են, լավ եք արել, շնորհակալություն եւ մնացեք Anti-Fake-ի եթերում։